Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 23-ի համար, որը կիրակ է, դրա համար գնայինք այսմուս քարտերով, տեսնենք մեզ բոլորից ինչ է սպասվում այդ օրը, հանգստյան օր է ընդհանուր առմամբ համարվում, պետք է հանգստանալ, շաբաթվա մեջ, ինչքան էլ որ մարդը ուզում է շատ գումար ունենա, միևնույն է պետք է հանգստանա, և յուրաքանչյուր մարդ, ով որ ուզում է շատ գումար ունենա, պետք է 8 ժամից ավել չաշխատի, որովհետև դրանից հետո անարդյունավետ է իր աշխատանքը։ Չի հանգստանում ուղեղը, որ կրկին մյուս օրվա 8 ժամը լիարժեք աշխատի։ Ճիշտ ուղեղով, ճիշտ կեցվածքով, չգիտեմ, ճիշտ ֆիզիկապես այդպես առույգ։ Որովհետև ինքը անիմաստ ժամանակ է վատնում։ Երբ որ դուք ձեր աշխատանքը եւ հանգիստը համատեղեք, այդ ժամանակ նոր կունենաք այդ բարեկեցությունը։ Եվ գնայինք խոհերին։ Ինչ-որ մի բան անկավ խոհերին, փոփոխություն։ Ինչ է սպասվում խոհերին մարտի 23-ին։ Այդ օրը ոգևորված կլինեք, կողոք հյուրեր ընդունել, դուք գնաք հյուր, նաև տեղեկություն այդ օրը կարող եք լսել, ինչ-որ բաներ պատվիրեք, բերեն ձեր տուն, ուտելիք, օրինակ, նաև կարող եք ինչ-որ մեկ էր ծանոթանալ, բայց այդ ծանոթությունը կարող է լինել շատ կարճ, մեկ օրվա ծանոթություն, կամ մի պահ, որ ուզենան ձեզ հետ ուղղակի ծանոթանան, Դե ճանապարհներին հնարավոր է եւ շատ լինեք։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ, այստեղ տարեցկին է։ Միգուցե հարսանիքի եք, միգուցե այդ կնոջ հարսանիքն է, միգուցե այդ հարսանիքն է իր մայրն է։ Նաև սա ցույց է տալիս ընտանիքի անդամները, նաև որևիցե գործունեություն միասին, որ կարող եք սկսել անել այդ կնոջ հետ, կամ միասին որևիցե բիզնես եք ուզում սկսեք, համագործակցություն է նաև, ինչ-որ մենեջերը, տնօրենը, ինչ-որ մի բիզնեսի հիմնադիր է եւ իր հետ ինչ-որ մի բան է կամ սա ցույց է տալիս նաև ձեր կնոջը, որ տղամարդ է, ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն կարող գալ ձեզ պատմել, որ նման մարդիկ ինձ ամուսնության առաջարկ արեցին եւ այլն։ Այդ օր ուշադիր եղեք մեքենա վարելուց, նաև տանը որոշ գործեր անելուց, սուր գործիքներով աշխատելուց եւ ոմանք կարող են նաև իրադություն անել, ոմանք էլ եթե ինչ-որ մեկի հետ վիճեք այդ օրը կարող է դա լինել ընդմիշտ, կարող եք հանել այդ մարդուն ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 23-ին։ Հանդիպում, շփում որևիցե կնոջ հետ բավականին շատ աշխատանք կարող եք ունենալ այդ օրը անելու։ Ոմանք կարող են գնալ ռեստորան, տեսնենք ով է այս կինը, ինչ-որ մի տղամարդու կին է, դա այստեղ ցույց է տալի զույգերին կարող է ձեր սիրելի մայրը կարող է լինել, ձեր սիրելի տղայի մայրը, կամ հակառակ, կամ կարող գնալ ծանոթանալ, կամ ձեր հարևանը, ինչ-որ մի կին է, կամ այստեղ զույգեր են, ուղղակի զույգեր են, որ ցույց է տալիս, որ իրար կարող եք հանդիպել զույգերով։ Միգուցե նախկինն է, միգուցե ինչ-որ միտեղ եք գնացել, մեկ էլ հոպ, ձեր ամուսինն էլ է այնտեղ, կամ ձեր կինն էլ է այնտեղ, եւ այդպես հանդիպում եք իրար հետ եւ գալիս տուն։ Եվ այդ օրը ոմանք կարող են գնալ ռեստորան, կարող եք հարսանիք ունենալ, գնաք այնտեղ, շատ աշխատանք ունենաք, կարիերան փոփոխություն, բարձրացում, լինի աշխատանքի բարձրացում նույնպես, կարող է արդեն երկուշաբթի օրվանից ուրիշ աշխատանքով եք զբաղվելու կամ ուրիշ գործերով եք զբաղվելու ավելի բարձր։ Պատվերներ կարող եք գրանցել, նաև ոմանք կարող են ցույց է տալիս, որ հենց այդ օրը կարող է աշխատանք ունենաք, աշխատեք եւ ոչ թե տանը նստեք։ Նաև դա պետական հիմնարկությունն է դեպքում միայն հիվանդանոցի, եթե թողնեն, ապա կարող եք այդ օր գնալ։
Ոմանք այդ օրը տուն կմաքրեն, տան գործերով կզբաղվեք, ոմանք նաև կարող են վիճել, այնպես որ ուշադիր եղեք վեճի հարցում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 23-ին։ Հավելյալ ուժ կունենաք այդ օրը, ինչ որ գործեր անելու համար, միգուցե իրոք աշխատանքը շատ է եւ պետք է անեք, ուժային կառույց կարող եք գնալ այդ օրը, չի բացառվում ոստիկանություն եւ այլն, որտեղ որ բաց է։ Ուշադիր եղեք նաև մեքենա վարելուց, որպեսզի չտուգանեն ձեզ, դա է նաև ասում, եւ ուղղակի ուժ կունենաք, որ ինչ որ գործեր անեք, որտեղ այստեղ գործեր պետք է անեք, շատ աշխատանք պետք է անեք։ Նաև պետք է անցնեք այս մարդուն, որպեսզի մտնեք օրինակ ռեստորան, որ կամ ինչ որ մի տեղ է, որտեղ անցակետ է եւ պետք է դիմեք, որպեսզի հետո կարողանաք անցնել, կամ ինչ անվտանգության աշխատող է կանգնած։ Նաև ոմանք այդ օրը կգնան ռեստորան, այդ օրը ոչ առիթ ունեք, կգնաք ռեստորան եւ այդտեղ կարող եք նաև ծանոթանալ որևէ մեկի հետ, ով որ այդպես առնական կարող է լինել, եւ կին եւ տղամարդ։ Կարիերայի բարձրացում սա հավելյալ ուժ է, ձեզ ոնց որ մարդը ավելի է ուժեղանում, կարիերան բարձրանում է, դիրքն է բարձրանում, ավելի է հզորանում, ուժեղանում։ Եվ ոմանք կարող են զբաղվեն իրենց ուսմամբ, սովորեն, գիրք կարդան, նաև ինչ-որ բաներ գրանցեք, և ոնց որ ասում են ձեր գրքի մեկ էջը թերթեք, մյուսը մնաց արդեն, իսկ այս նորով արդեն դուք կարող եք ավելի ուժեղ մարդ լինել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 23-ին։ Տորը ճանապարհներին կարող եք լինել, հյուր ընդունել, հյուր գնալ, նաև նորություն լսել, ինչ-որ մեկ է ծանոթանալ, բայց դա շատ կարճ կտևի, կամ ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ հետ ծանոթանալ ուղղակի այդ օրը։ Ինչ-որ բաներ պատվիրեք, բերեն տուն։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, եթե դեռ ցանկություն չունեք, ցանկություն չեք պահել, ապա պահեք, եթե ոնց ասում է ցանկությունը ունեք եւ չեք մտածել այդ ուղղությամբ, ապա ոնց որ այդ օրը բաց է, առաստված եւ կարող եք դիմել։ Բացի դա էլ հենց այդ օրը ոմանց մոտ շատ հավանական է, որ շատ ցանկություններ իրականություն դառնան։ Եվ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք, այստեղ կարող է ինչ-որ մեկի հետ կռվեք, նաև ոմանք էլ կարող են տուն մաքրել։ Դա Կիրակի է ավելի շատ ոնց որ մարդը հակված է ոնց որ տուն մաքրելու, քան ավելի շատ վեճի բռնվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 23-ին։ Հանդիպում շփում որևէ տղամարդու հետ։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Իմաստուն տղամարդ է, ոմանց համար իմաստուն է, ոմանց համար օձ։ Կախված է թե ով է։ Դուք պետք է այդ օրը հասկանաք, հա, ով ում որ հանդիպում եք, դուք ինքն էլ լավ գիտեք ինքը օձ է, թե իմաստուն մարդ։ Եթե իմաստուն է, ապա ձեզ շատ լավ խորհուրդներ կտա, թե ինչպես օրինակ այս խոչընդոտներից ազատվել։ Եթե օձ մարդ է, միգուցե ինքն է ձեզ համար ստեղծում այդ խոչընդոտները։ Կախված է թե ով է, ում եք հանդիպելու այդ օրը։ Եվ որոշ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը, եթե ուզենաք կկարողանաք հաղթահարել այն։ Մի քիչ դժվարությամբ, բայց պետք է հաղթահարեք։ Եվ այս նաև տան հետ կապված որևէ իրադարձություններ, ոմանք կարող են տուն գնալ, տուն վաճառել, տուն մաքրել, հյուր ընդունել, հյուր գնալ,
ընտանիքի անդամների հետ լինել, ուղղակի տանը նստել, հանգստանալ, ի վերջո գիրեք եւ ոչ միտեղ չգնաք եւ նստեք բազմոցին եւ ֆիլմ դիտեք ընդամենը։ Կամ տան հետ կապված որոշ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք այդ օրը, ու բորկայեք որոշում սկսեք անել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 23-ին։ Տանը կարող եք լինել, տան հարցերով զբաղվել ու բորկա, վերանորոգում սկսել, ընտանիքի անդամների հետ լինել, տուն գնալ նայել, ձեր տունը գան նայեն, եթե դուք եք տալիս վարձով։ Նաև ընտանիքի անդամների հետ կարող եք լինել, կամ ձեր տուն գան, կամ դուք իրենց տուն գնաք։ Ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք, եթե ուզում եք գործերը առաջ մղեք այդ օրը, անհնարին կլինի, որովհետև նավներ կա, կեռիկներ կա, դա նշանակում է, որ չի թողնում ձեզ այդ խարիսխը, որպեսզի դուք ձեր գործերը առաջ տանեք, կանգնացնում է, կամ կանգնացնում է, որովհետև կիրակի է, անհնարին է ինչ-որ մի բան անել, կամ կանգնացնում է ինչ-որ բիզնես առաջ տանել, կանգնացնում է ձեզ, որ ինչ-որ միտեղ գնաք, որովհետև կարող է տանը հյուրեր եք ընդունում եւ չեք կարողանում գնալ։ Ստիպված եք մնալու տանը հյուրերի հետ։ Այդպես։ Դե պետք է ուղղակի եթե ինչ-որ մի ձևով կարողանաք, կարող եք գնալ, բայց եթե այսպես նայում ենք երկու քարտն էլ միայն կարող եմ ասել, որ չի ստացվում այդ օրը գործերը մղել առաջ եւ չի ստացվում այդ օրը ինչ-որ ճանապարհներ գնալ։ Կամ կարող եք տեղ-տեղ կանգառներով գնալ տեղ հասնել, կամ ուղղակի ինչ-որ միտեղ կարող գնալ, ինչ-որ մի բան խնդիր լինի, երկար մնաք այնտեղ, հետո նորից էլի գնաք, ինչ-որ խնդիր լինի, մնաք էլի այնտեղ։ Միևնույնն է, սա ձեզ կանգնացնելու է, մինչև դուք տեղ հասնեք։ Նոմալ լավ մտածեք տեղ գնալուց առաջ այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 23-ին։ Մի քիչ ծանր օր է, դժվար օր է։ Փորձություններով լի օր է։ Կամ շատ է գործը, կամ ծանր է գործը, կամ այդ օրը շատ բան ձեր ուսերին է։ Եվ ընտրության առջև կարող եք կանգնել։ Այդ օրը կամ հենց այդ ծանր բեռն է ձեր ուսերին, որ պետք է ընտրություն անեք։ Ինչ որ կարևոր մի բանի ընտրություն։ Դժվար օր է, պետք է կարողանաք տանել, փորձության օր է, բայց այստեղ նաև ձեզ ասում է, որ Աստված ձեզ հետ է եւ նա ձեզ կօգնի, կաջակցի, հա, ինչքան էլ որ այստեղ դժվարություններ կան, միևնույնն է դուք աջակցություն ունեք, որ կարող եք այդ ամենը թեթևանեք։ Ճակատագրական օր է, կարմային օր է, ինչ որ մի բանի պատասխան տալու օր է։ Ընդհանրապես այդպես է, երբ որ սա են գնում։ Եվ դե ընտրություն, շատ կարևոր ընտրություն, ճակատագրական ընտրություն պետք է կատարեք։ Ում օրինակ գնում եք օտար երկիր այստեղ, հեռու եք գնում, եւ դա է ձեզ համար ճակատագրական ընտրություն, ճակատագրական որոշում է ձեզ համար, շատ կարևոր։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 23-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն, ճակատագրական հանդիպում կարող է լինել, կարմարական հարաբերությունների մեջ կարող եք լինել, դա ձեզ էմոցիաներ տա։ Նաև կարող եմ ձեզ ասել, որ այդ օր ինչքան գեղեցիկ եք, այդ օր ինչքան լավն է ձեր տեսքը, բացի դա էլ մի փոքր ծանր օր է ձեզ համար։ Կապ չունի սերը, կապ չունի հարաբերությունները, հա, եթե օրը ծանր է, դժվար է։ Հնարավոր է նաև փորձություններ լինի սիրո հարցում, զգացմունքների հարցում։ Նոմալ ուշադիր եղեք։ Հատկապես հենց հիմա այս պահին, կարմարական հանգույցներն ավելի հզոր են, քան իրականում։ Դրա համար այս խավարման միջանցքում ավելի ուժգին կարող է լինել ձեր փորձությունը տեսնել, ինչ է սերը իրական է թե ոչ։ Զգացմունքները եւ այլն։ Այնպես որ ուշադիր եղեք։
Գուցե ինչ-որ մարդիկ իրոք ինչ-որ մեկին հանդիպեն այդ օրը։ Շատ այդպես ճակատագրական հանդիպում լինի։ Կամ ծանր օր է ձեր եւ ձեր սիրելիների համար։ Կարող է բոլորդ էմոցիոնալ վիճակում եք։ Այսքան է ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 23-ին։ Լարված եք, անհանգիստ եք, ահա մի կողմից էլ օձերը։ Ինչ էլ որ լինի հաջողությամբ է ավարտվելու, այնպես որ անհանգստանալու եւ լարվելու կարիք չկա։ Դեռ կարող եք նաեւ արտասվել։ Միգուցե տան հետ է կապված, միգուցե տանից են հանում, միգուցե տուն չեք կարող գտնեք, միգուցե տան անդամների հետ է լարված վիճակ։ Տանտիրոջ հետ է լարված վիճակ։ Չէ՞ մի բան անհանգստացնում է ձեզ, որը կապված է կամ տան կամ ընտանիքի անդամների հետ։ Սա ասում է իմաստուն գտնվեք եւ ամեն ինչ կարողանաք կարգավորել, ամեն ինչ կարողանաք այստեղ հաջողությամբ ավարտել։ Յուրաքանչյուր խնդիր, եթե կա ձեզ անհանգստացնում է թե տան հետ կապված, թե եթե դուք թուլանաք, այստեղ օձեր են արդեն ավելանալու։ Ավելի շատ կարող են այդ ճնշվածությունը զգաք։ Կարող իրենք ավելի շատ խառնեն, եթե ընտանիքի անդամների հետ է կապված։ Եթե մարդը չէ որ թուլ է, ոնց որ կողքից ավելի հեշտ է իրեն դրթել ինչ որ մտքեր տալ ավելալ։ Ամեն ինչ այստեղ լավ է լինելու, ինչ իմացնել, որ դուք անհանգստանում եք։ Յուրաքանչյուր եւ սա ասում է իմաստուն մի քիչ եղեք, որ իմաստուն լինեք, ամեն ինչ կկարողանաք հաղթահարել։ Եվ ի վերջո ամեն ինչը հաջողությամբ կավարտվի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այս եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 23-ին։ Այդ օրը կարող եք ոգևորվել, ոչ գործեր անել, ինչ-որ բաներ տանել, բերել այս ու այն կողմ, նորություն լսել, հյուրեր ունենալ, հյուր գնալ, շատ լինել ճանապարհներին, ինչ-որ բաներ պատվիրեք գա, ինչ-որ ծանոթություն, ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ հետ ծանոթանալ այդ օրը։ Աշխուժ կլինեք, աշխուժ։ Նաև ընտանիքի հետ կապված, այստեղ կարող է տան հետ է կապված, գնում եք տարբեր տներ նայելու, տունն եք քանդում, հավաքում, տանը հյուրեր կամ դուք գնաք, այդպես կամ վերանորոգման աշխատանքներ եք փորձում անել, սկսել, կահույքներ եք վերադասավորում, գնում եք ընտանիքի անդամներին, ձեր տարեց ծնողներին կամ տատի պապին եք բերում ձեր տուն եւ այլն, այն ինչ որ նման վիճակ։ Եվ այդ օրը կարող է հանդիպում կամ շփում ունենաք ոչ տղայի հետ, տեսնենք ով է։ Բավականին շատ շփում կունենաք, ով է ցույց չի տալիս, բայց շփում կունենաք եւ հավանականություն մեջ է նաեւ որ լեզվակռիվ ուշադիր եղեք, հենց ասում եք լեզվակռվի, վերջ տվեք, շատ հավանական է նաեւ բամբասում են ձեր եւ այդ տղայի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 23-ին։ Մի քիչ ծանր օր է, դժվար օր է։ Բայց այստեղ ինչ-որ մեկին էլ էր այս նույն քարտեր ընկել։ Գույսերին ոնց որ նույն քարտերներ ընկել, բացարձակում տեղերի տարբերություն։ Այստեղ դժվար օր է, բավականին։ Ոմանք գիտեք կարող են նաև կնքվում են, չի բացառվում, նույնն էլ կույսերին կարելի է։ Հնարավոր է կնքվում, այստեղ ձերն է ավելի շատ, որ կարող եք կնքվել։ Կամ այստեղ կնքահոր, կնքամոր դերում եք։ Բայց դժվար օր է, ծանր օր է, բայց պետք է հասկանաք, որ այստեղ տիեզերքը Աստված ձեզ հետ են եւ այդ ծանրությունը թեթևացնեն։ Միգուցե դիմեք իրենց, որ ծանրությունը թեթևացնեն։ Ծանր բեռ է ձեր ուսերին կամ այստեղ շատ կարևոր որոշում պետք է կայացնեք, օրինակ կույսերի նման, որ գնաք օտար երկիր թե ոչ։ Որովհետեւ ընտրության առջև եք կանգնած լինելու եւ ձեզ ինչ որ հավելյալ օգնություն է պետք, որ այդ ընտրությունը ճիշտ կատարեք։ Ճակատագրական օր է։
Այսքանը շատ կարևոր ընտրություն է, շատ կարևոր որոշում պետք է կայացնեք, որ երկու տարբեր բաների միջև պետք է ընտրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 23-ին։ Եք զբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, հնարավոր է գնում եք ռեստորան, ոչ է կամ հենց ռեստորան ուղղակի, կամ գնում եք առիթի, նաև սա կարիերայի փոփոխություն է, բարձրունք է, աշխատանք շատ կարող եք ունենալ այդ օրը, կարող գնալ հիվանդանոց, դա է ցույց տալիս, որ գնում եք հիվանդանոց կամ ինչ-որ մեկին տեսնելու կամ ոչ է մի բանի համար, նաև կարող է այստեղ ծննդաբերություն է, հղիություն է, կարող դրա համար եք գնում, բնականաբար կապ չունի գիրակին ծննդաբերության համար։ Ուղղակի կարող գեղեցկանալ եւ գնալ այդ առիթին մասնակցելու համար, բայց հետո մի փոքր խոչընդոտներ կան, կամ սա տուն վերադառնալու հետ է կապված, կամ եթե օրինակ բարձրունք է, պետք է խոչընդոտները հաղթահարեք, լիարժեք բարձրունքին հասնելու համար, կամ հիվանդանոց պետք է գնաք, ուրեմն էլի խոչընդոտներ կարող ստեղծել ժամի հետ կապված եւ այլն, կիրակի է, գնացեք երկուշաբթի եկեք եւ այլն, ինչ որ խոչընդոտներ կարող են ստեղծել։ Եվ իհարկե, եթե ռեստորան եք գնացել, հետ գալը կարող է տաքսի հետ կապված եւ այլն, ինչ որ մի խոչընդոտներ կարող են լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։